սրդերը խոնանեցին ենք աղոտքի, հայր քու ներգայության մեջ եկած ենք, սրդեր քննող տունես, մեր խորհուրդները կքննես, գաղութենք, որ մեր պաշտամունքը հոգիով ճշմարտությունով լա, գաղութենք, որ Սուրբ Հոգին մեզ քննե, թե արդյոք հավատքի մեջ ենք, գաղութենք, որ այսօր ծնունդները լան, անոնք, որ իրենց ծնունդին վստահ չեն, գաղութենք, որ բոլորս ալ երենքի ճամփան հստակ գիտնանք, գաղութենք, որ Սուրբ Հոգին գործե եւ խոսքդ փառավոր լա մեր մեջ, փառքուտանք, որ ապահով բերիր մեզի եւ անոնք, որ դակավին ճամփան են, զիրենք ալ ապահով հասցուր, օրհնի այս ժողովը, այս պաշտամունքը, ներկաները, Հիսուսի անունով, ամեն։ Աստծո փառքուտամ այս արիթին համար ուրախ եմ, որ
անգամ եւս գանտիբինք անշուշտ բավական զանոթ թեմքեր կան, որ ասկի առաջ հանդիպած չեմ։ Փառք դերոջ ասկեղեցի գոտին համար մանավանդ արդու աչքենից բացինք արտնցանք։ Գրնայինք չարտնան։ Դարիներ առաջ հերացանքը ստացա մարդ մգուզեր հետս խոսիլ։ Քասիկովը եւ իր բատնությունը սկսա բատմել։ Չեմ ջանշնար զինքը։ Ասավ ես ժամանակին Թորոնտո գուզեի քաղտել այս երկրեն, որ գտնվին Եգիպտոս էր։ Եվ ասա միջև որ թուղթեր սլա երկար ժամանակ արավան շուշտ փորձեցի ամեն ինչ գիտնալ Թորոնտոյի կամ Կանադայի մասին։ Ինչ քիրք որ ցերկս անցավ նգար սերդեցի լեզուն ինչ է բնակչությունը ինչպես է բասի սիստեմը ինչպես է գործի կարելիությունները ինչ են դուներու վարձքը ինչպես է ապահովությունը ինչպես է այսպես շարքը երկար է եւ դեռ հասա գսե որ այնքան զանոթացա Թորոնտո քաղաքին բամը չցկեցի եւ երբ հասա դարձես գսե արդեն ես Թորոնտոյի մեջ ապրած եմ բամը նորություն չէր ինձի քանի որ շատ լավ սերդեցի ամեն բան հասկացած էի այս քաղաքի մասին հիմա ես նստել եմ գսեմ որ ասմակը ուր պիտի երթա աստվածությունով հիմա գսե անշուշտ ասկանդարի աշխատեցա լավ դեղ հասա աբակաս շտկած եմ եւ այլն բայց ինչպես կտեսնես ձեռացա գիտեմ որ պիտի մեռնեմ մահեն փախոս չի գա հաջիս ինձ հիմա մահեն յետ հաջորդ քաղաքը որ պիտի երթամ անոր մասին խոսիր այսպեսի բանի հանդիպած չէի այսինքն ինձ հաջից երկի մասին խոսիր ինքը անշուշտ հայ է հավատացյալ է հավանաբար դիզեն խաչալուներ ինչպես ամեն հայ հավատացյալ է խաչ ունի բայց երկի ժաման չեն գիտեր ուրեմն հսի թուն շատ իմաստուն մարդ ես ես ասպես մարդում հանդիպած չեմ որ իր Աբականգը մտածե եւ մահեն յետք ուր պիտի անցնե իր հավիտենականությունը ուզե պատրաստել եւ ասիկա իրական իմաստություն է Գրնարսել որ գերը խմե վաղը պիտի մեռնի կեփիտ նայր ով սա որ թժող կա երգինք կա եւ անշուշտ գիտեք ինչ խոսեցա երկինքի մասին, թե ինչպես երկինք կերթան, թե ով է ջամփան, թե ինչու համար իր մեղավորլալը պետք է ընդունի, ինչու համար Աստծո առջև պետք է փշրվի, թե ինչու իր մտային հավատքով, բարի գործերով, բարի մարդ ըլլալով անգարելի է որ երկինք կրնա երթալ։ Եթե բոլոր իր ունեցածը ծաղկը չի գնար երկինք երթալ։ Այս բոլորը լսեց մարդը։ Այսօր մեր նույթը գիտեք ինչ պիտի լա։ Ով է հավատացյալը։ Ինչս է հավատացյալ։ 45-50 տարի է գլսեմ, դու գալ գլսեք։ Ես հավատացյալ եմ։ Ես Հիսուսի հավատամ։ Ես բարի եմ։ Մենք առաջին քրիստոնյաներն ենք։ Ես ամեն օր հայրմերը գնեմ խաչը անեմ անգողին երթամ։
Սևոմը այս բոլոր կլիշե խոսքերը մենք կլսենք։ Բայց երբ որ ասես այս օրը մերնի սուրբի դերտաս, երեք պատասխանը ինչ է, Աստված գիտե։ Բայց Աստված քեզի ցուցեր է, ինչս է Աստված գիտե, Աստված քեզի ասեր է ջամփան, դու նա գտնաս գիտնալ։ Չէ, անիգա մարդ չի գիտեր։ Երբ որ արչևը ելնենք, ինքը գորոշե, որքան բարի կորձեր են, որքան աղքաններուն օգներ են, եւ ինքը գշիրքի մեջ կտնե ինձի, եւ ինշալլահ գտնունի ինձի։ Եղբայրներ քույրեր, ասիգա ահավոր գուրություն է։ Ասի բզդիկ բան չէ, ահավոր գուրություն է այս։ Երբ որ Աստվածաշունչը հստակորեն ամեն բան բացատրած է մեզի, թե ինչ է փրկության ճամփան, թե ով է իրական հավատացյալը։ Այսօր պիտի փորձեմ սկսել ծնունդեն, թե հոգևոր կյանքը ծնունդով կսկսի։ Ինչպես մանուկը աշխարհ գուկա ծնունդով։ Որմե յետք գուկա սնունդը։ Եվ այդ սնունդի միջոցով աճումը։ Սուրբիկի լեզվով հետո գահաչորթե սրբակորձություն, առաջտիմական սրբակորձություն, մաքրություն։ Քանի որ երբ մեկը գավաշխարե, իր հետը դոբրակներ գբերը։ Սովորություններ, մեղքեր, բոլորը հետը գբերը։ Փրկված է Աստված Հիսուսի միջոցով իրեն փրկված կդեսնե եւ երկինք պիտի երթա, հասկաց չկա ադոր։ Նոր ստեղծագործություն է, բայց Սուրբ Օքին այս նոր ծնող անցին մեջը շատ փորձեր ունի անելիք։ Դոբրակներ ունի կփերենք, ես իմ յանքես գիտեմ։ Մեղքեր, որոնք մանկութեն են իվեր մեզ հետ փագած է, մեր մեջն է։ Եվ Սուրբ Օքին կորձը այս է, ամեն օր այս մեղքը, այս սխալը, մաքրել եւ այս մաքրությունը չվերջանալ։ Մինչև դերակա կամ մենք երկով երթան։ Եվ ասոր գսենք հարաշիմական սրբակորձություն, որմե յետքը մաքրության ժամանակ երբ կմաքրվիս զարայություն գուկա։ Աղդոտ կյանքով չես կնար զարայել։ Հաղորդակցություն, բդղապերություն, անոնք որ մայրեր են, շատ լավ գիտեն ինչս էլ է ծննդապերություն, բզիկը կծնի, ամեն մարդ կուրախանա։ Մեկը գավաշխար է, գզնի, ամեն մարդ կուրախանա։ Եվ 2-3 տարի կանցնի, թեր մայրը գունդախի մեջ պատտած է բզիկը, 4 տարեկան է, թեր գունդախի մեջ է, չեր շորիկ կփոխե։ Բայց ամեն մարդ ուրախ է, բզիկը ծներ է, բայց աջում չի գա։ 5 տարեկան, ամեն մարդ ուրախ է, բեբեք ունեցանք, բզիկ ունեցանք լավ, ասոր աջումը ուր է, ուր է աջումը։ Ասին չէ աբաշխարեր է, լավ, աբաշխարեր է, շատ ուրախ ենք, բայց աջումը ուր է, սնունդը ուր գեգարն է, գտեսնենք ասոնք հիմնական նյութեր են, թժողքի և երկնքի դարբերությունն է։ Ինչու համար մենք պետք է աբաշխարենք, շատերու համար շատ դարբեր բաներ կրնա ալնալ, բայց սեզի ասեմ, ինչու մենք դաբաշխարենք։ Ինչ չէ աբաշխարությունը։ Աբաշխարությունը կյանքդ բարելավելու համար չէ։ Որ դու լավ ես, անալասանք բրան աղբի բերգը տնենք ասանք, ինչ մգա համոմնա կյանքս։ Եվ կպարելավվիմ, ադիգա չէ։ Որ ուրախ հանքիս խաղա կյանք ապրիմ։ Որպես Աստված ինձ օրհնե։
Եվ այսպեսի մարդիկ խորհուրդներով գմոդենան ապաշխարության։ Եղբայրներ քույրեր, ապաշխարությունը թժողքի գրագի թադաբարդութենեն ազատվելու համար է։ Ասի լավ հասկնանք։ Հիսուս երկինքի ավելի թժողքի մասին խոսեցավ։ Թուն գավաշխարես թժողքեն ազատելու համար։ Եթե գուզես գիտնալ թժողքը գրագը ինչ է, դուն կնա լուցկին բարե և լուցկին վրա մադըթիր։ Նայեկանի երկբարյան գտի մանաս։ Ասիգա գադակ չէ։ Ապաշխարությունը գրոնք փոխել չէ։ Ապաշխարությունը ես լավ բան մնե, ամեն մարդ գնե, ես ընեմ եւ որու օգուտին համար է, իմ օգուտիս համար է, իմ շահուս համար է։ Ոչ ասոր սև աչքերուն համար է, ոչ մյուսին գաբույտ աչքերուն համար է, ոչ մեկը ուրախացնելու համար է։ Թուն թժողքեն բիդի ազադիս երբ ապաշխարես։ Հիմա ինչ բաները պետք է ինչու պիտի ապաշխարենք։ Այսինքն շատերու համար ես արդեն բարի մեկն եմ, արդեն հավատացյալ եմ, արդեն մեկումը չարություն չեմ մնել, ոչ քողություն հրազեմ, ոչ սպանություն հրազեմ, եւ ես կրծածից չափ բարի կնեմ, խաչս կհանեմ, մոմս կվարեմ, այսինքն թերիշ ինչ պետք է գա։ Ամեն մարդ մտածելակերպ ունի, բան մը գխորի, բայց եթե Սուրբ Գիրքին նայենք եւ պետք է նայենք, թե Սուրբ Գիրքը ինչ կսե իմ մասիս։ Ոչ թե դու ինչ կսես, ինչ կխորես քու մասիդ։ Դու մինչև արդու գնաս երկել քու մասիդ։ Ես ասանգեմ, անանգեմ, բարի եմ, երկել։ Բայց երբ որ Սուրբ Գիրք բանաս, Սուրբ Գիրքը ինչ կսե քեզի։ Կորզագից հովիվ եղբայր մրգար, տարեկան իր բժիշկական քնության գնաց։ Արդակենով առողջ կսկար, բան չունի, ինչպես որ շատերս մեկ հատ երտանք թող կդնե, գարանտի ընենք, որ ամեն բան լավ է, տնած, ամեն բան լավ է թուրսեն, բայց բժիշկը իրեն գսե, որ մեկ հատալ սրդիդ էկոմը ընեմ, նայեմ սիրտդ ինչպես կաշխատի, երակները ինչպես կաշխատին։ Ինք իր մասին բարձր համարում ունի, որ առողջ է, լավ է, ոտքի վրա է, բայց թուն քու մասիդ ինչ համարում ունիս, առողջ ես կամ ոչ, երբեք կարևոր չէ, դոկտորը ինչ մի դսե։ Էկոյեմ վերջ, 4 գլխավոր երակները կոծեն եւ 2 երկրորդական երակները կոծեն, 6 երակ կոծ է։ Եվ որ եւ վարգյանին գրնար ինալ եւ մեռնիլ։ Ուրեմն կլինիկեն ուղագի հիվանդանոց հաջորդ օրը գործողություն։ Աստված ինչ կսե քեզի համար։ Թուն գխորիս որ լավ մեկն ես։ Բայց եթե չես հասկացած, որ Սուրբ Գիրքը ինչ կսե քու մասի, չես կնա փրկվի։ Կալով ես հավատացյալ եմ։ Ես հոգնած չեմ ասպարը լսել եմ, դագավի մի չարնագեմ լսել։ Մեր հայասկին հիվանդությունը, մենք հավատացյալ ենք։ Մենք առաջին ասկն ենք։ Ես իմ գրոնքս ունիմ, ես ասիգա ունիմ, ես անեգա, շատ բարի ունեցիր, ավելի հոգ ունեցիր։ Շատ լավ է այս բոլորը։ Բայց ցեզի ասեմ, որ հոս սրահի մեջ բոլորս, իմ բոլորես ավելի գիտեք, ով հավատացյալ է, սատանա։ Գիտեք սատանան բոլորիս ալ հասարակ լեզով քրբանը գտնե հավատքի մեջ։
Սուրբ Գիրքը գսե, որ Սատանան կհավատա եւ կսարսափի կթողա։ Դուք դեսել եք մեկը, որ ես հավատացյալ եմ, եւ Աստծո թողա։ Ինչ թողա։ Դուք դեսել եք մեկը, որը ես հավատացյալ եմ եւ Սուրբ Գիրքեն թողա։ Սատանան կթողա։ Սատանան շատ ավելի մեծ հավատացյալ է։ Շատ։ Եվ Սատանային բնակավայրը երկինքն էր։ Սատանան Աստծո հետ կապրեր երկինքի մեջ, չինգած։ Երկինքի միջավայրին ծանոթ է, գիտե Հիսուս Քրիստոսի զորությունը։ Նոր գդավարանի մեջ երբ թևերը Հիսուսը տեսնեին, կսարսափեին։ Աստծո Սուրբը թուն մեզի ժամանակեն առաջ դանչելու եկար։ Հիսուսի եկոտ քալսյան մասին ակիդե Սատանան։ Քանի հայ Հիսուսի եկոտ քալսյան մասին գիտե։ Համբեք աթարցուր երկինքեն գինան, անինչ է գսեն։ Գիտեն, որ ժամանակնին պիտի կա, որ քազանը, Սատանան ները թժողքի մեջ պիտի ցկվին։ Իրենց ժամանակի դեն ժամատրություն ունին Աստծո հետ թժող կերտալու համար։ Անորաբար գթողան եւ գսարսափին։ Ամեն մարդ հավատացյալ է։ Ռուսիա նախագահ Պուտինն էլ հավատացյալ է։ Եվ դա եկեցի խաչ կհանե, մեկ կողմը ոչժակորզություն, մյուս կողմը խաչան է խոնարհի, հավատացյալ է։ Ամեն մարդ հավատացյալ է։ Բայց Սատանան գհնազանդի Աստծո։ Սատանան գվստահի Աստծո։ Սատանան իր մեղքերը խոստովանած է Աստծո։ Իր հբարդությունը, որ ուզեր առաջին դերը կրավել, ուրախ չէր, որ երկրորդ դերը կրավել։ Գսե ես պիտի ելեմ եւ առաջին դերը պիտի կրավեմ։ Ոչ կխոստովանի, ոչ կգաբաշխարի, ոչ կվստահի, բացարձակապես, բայց մտքով հավատացյալ է։ Ոչ մեկ հայ հավատացյալ է, մտքով։ Ոչ վստահիլ գա, ոչ կյանքը հանցնել գա, ոչ մեղքերու խոստովանություն գա, ոչ Հիսուսի ետևեն քալել գա, բայց մտքով Սատանայի պես հավատացյալ են։ Սատանային ալ բագաս հավատացյալ են։ Կարևորը Աստծո խոսքը ինչ կսե, նայեցեք։ Ինչպես որ բժիշկի գերտաս, թում գրնաս շատ բաներ խորել քու մասի, բայց մի քանի քննություններ ամեն բան Երևան գահանե որ թուն ինչ ունիս։ Եվ իրական բժիշկը չվախնար հիվանդությունները քեզի ըսելու։ Ոչ մեկ բժիշկ գվախնա։ Ահ, չլա որ ասոր հիվանդությունը երեսին ըսեն։ Ամենալավը լուր գենամ, իրեն ըսեն, որ բարեկամ կնա բաբունիժմը խմի, ասպուրոմը ար, ամեն բան լավ բիդրլա։ Այսակ բժիշկներ կան արդյոք։ Աստվածաշունչը մեր եղած վիճակը ուղղակի մեր երեսին գսե։ Աստվածաշունչը գսե, որ ամեն մարդ մեղավոր է ատամական բնությունով։ Ռոմայացիս 3:23 ամենը մեղ գործեցին, ամեն մարդ մեղ գործեց։ Եվ Աստծո փառքեն բացած է, այսինքն նշանագետեն վրիբած են, չափանիշեն վար ինգած է, ամեն մարդ։ Դարձյալ Աստվածաշունչը գսե, որ արդարը չկա, ոչ մեկը, արդարը չկա։ Առնենք 50 տարիքը, ենթադրենք, որ մեկը 50 տարեկան է, ուզես 60, 70, ինչ որ ուզես։ Եվ ենթադրենք, որ
Փարի մեկն է եւ շատ լավ կյանք կավրի չանքով եւ այլն, բայց օրական միան մեկ հատ մեղք ունի։ Մեկ հատ մեղք կգործե։ Մենք ամիսը մեկ անգամ մեղք կգործենք, դարին օրական մեղք կգործենք, բայց մեկ հատ։ Բարի ասանք քաղաքավարը լան, մեկ մեղք։ Օրական դարին քանի մեղք գրավ։ Անգամ 50-ը է։ Արի եղբայրոց է իմացավանությունը գաշխատի։ 365 անգամ 50 դարի ասիկա թել ամենալավ հավատացյալն է։ Սուրբ եկեղեցի գերտա մոմ գվարեն, ահա ինձևս մեկը չի գա։ Եղբայրներ քույրեր, Աստված սուրբ է։ Սուրբ է։ Ես մեղավոր եմ։ Աստծո առջև մեկը իր լեզուն չգրնար շարժի։ Աստծո եւ մարդու միջև անոր համար Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ։ Մենք ինչու զադիկ կդոնենք, երկու բանի համար զադիկ կդոնենք։ Քերքես շինելու համար եւ հագիտ ներգելու։ Շիրակ եմ։ Եթե սխալ եմ ասեք ինձ։ Զադիկ, բայց ինչ է զադիկին իմաստը։ Հիսուս ինձ համար խաչին վրա մեռավ, իմ մեղքերուս համար մեռավ։ Եթե դու գմերժես, մեղք եղավ գսես, զավալը Հիսուս մերեր եմ, երանի չի մերն է, դու դուր չուներ, որ ես ասկան բարի մեկն եմ։ Արինը թափեր է, մեղք է։ Այսինքն եթե աշխարհի մեջ մեկը գանալ ես եմ բարի, բայց չունեիր քո արինը թափելու։ Այսպեսի մտածելակերպեր, գիտեք, ուղղակի թժողքի ջամփան կբռնեն, հավիդյանս հավիդենից կորսվելու, դանչվելու թժողքի մեջ։ Հիսուս Քրիստոս աշխարհ եկավ մեղավորը փրկելու։ Եթե դու մեղավորը լալը չես ընդունիր, ադիգա քուկիտնալիքը դե։ Բայց Աստված այնպես սիրեց ինձի, քեզի, որ չգործվին հավիդանական կյանք ունենամ։ Բոլորը ինձ համար է, բոլորը շահ է ինձ համար։ Այսինքն գարելի բանը որ մարդ առնածը ինչ որ շահ է իրեն մերժե։ Բայց այսօր Հիսուս Քրիստոս գմերժվի։ Հայումը Հիսուսի մասին գխոսիս ինչ է ես իսլամ եմ։ Եղբայր, ոչ իսլամ չես տուն։ Տուն գույր լուսավորչական ես։ Տուն Հիսուսը պետք է ընդունիս, որպես քո անձնական փրկիչը մեղքերու թողությանդ համար։ Չէ, մենք առաջին ասկն ենք։ Շատ լավ, շատ լավ։ Ուրեմն ամեն մարդ մեղք գործեց եւ Աստծո փառքեն բացած է։ Եվ մեղքին բարձկը ինչ է։ Մահ է։ Հավիդենական բաժանում Աստծո է, հավիդենական։ Եվ այս վարձքը չի փոխվիր։ Տուները վարձը կբարձանա, շուգայքիները կբարձանան, բայց մեղքին վարձքը նույնն է։ Նույնը կմնա։ Դատաբարդություն, մահ, Աստծո խզում, անոր ներկայությունեն հեռանալ։ Ուրեմն կարևոր է որ մենք մեր մեղավոր ըլլալը ընդունենք, քանի որ երբ հիվանդ ես բժիշկի գերտաս, երտաց բժշկվելու համար, նույն հոգիով Հիսուսի պետք է երտանք բժշկվելու համար։ Ցեզվոյ մեկը բժիշկի գերտա ասելով դոկտոր գիտեմ որ անկորձ էիր, եկա որ քեզ ուրախացնեմ կորձ դամ քեզ բիզնես դամ։ Ամը չունիմ ես, բայց քեզ ուրախացնելու համար եկա, որ քիչ մտրամ շահիս։ Հիսուս ես լավ մեկն եմ, բայց եկա որ քեզ ինձ օրտնես։ Գիտեմ ես բամը չունիմ։ Հիսուս գիտեք ինչ ասավ, ես առողջներուն համար չեկա։ Ես հիվանդներուն համար եկա։
Ես արդարներուն համար եկած չեմ։ Անոնք, որոնք քիթերնին բարձր հբարդ են, ինքնարդարացումով կբարձենան, ես անոնց համար եկած չեմ։ Ես եկած եմ գոդրած հոգի ունեցողներուն։ Ան որ գսե ես մեղավոր եմ, ները ինձի մեղավորիս։ Երկու հոգի դաջարը կացին, դուք լավ գիտեք այդ պատմությունը։ Մեկ հոգի ինքնակովության մեջ էր։ Ես ասանք եմ, ես անանք եմ։ Գկով է ինձիկը, գկով է։ Իսկ անտին ուրիշմը սե գուրսը գծեց էր, հլուխը աչկերը չեր գրնա պարսացնել։ Խոնարած, գոդրած հոգիով գաղոթեր դաջարին մեջը։ Եսուս գորու արդարացուց, գոդրած հոգի ունեցողին և ապաշխարողին, իր մեղքերը խոստովանողին ըսավ, անիկա իր արդարացած, իր դունը քնած։ Գիտեք ամենամեծ մեղքը ինչ է։ Ձեզի բացատրեմ ինչ է ամենամեծ մեղքը։ Ոչ ոչրագործություն է, ոչ քողություն է, ոչ ասե, ոչ անե։ Ամենամեծ մեղքը եւ սատանային ամենամեծ կորձիկը եւ հաճող կորձիկը գիտեք ինչ է։ Մեղումը ինքնարդարացումը։ Որ ես արդար եմ, ես լավ եմ, քեշ մեկը չեմ, իմ չանքերովս, բարի գործերովս, իմ գրոնքովս, եկեղեցի երթալովս, ես կրնամ իմ փրկությունը շահիլ։ Ասիկա կատարել ավես մերժված Աստծո առջև, ասի անարքանք է Աստծո։ Ինքնարդարացումի մեղքը, որ պետք չունի ապաշխարության, քանի որ ինքը լավ մեկն է եւ ինքը կրնա իր չանքերով, բարի գործերով երկինքի արքայությունը շահիլ, ասի ամենամեծ մեղքն է։ Եվ Հիսուս այսպեսին համար չեկավ։ Աստված իր սերը հայտնեց, երբ մենք մեղավոր էինք։ Եվ Աստված չուզե, որ մեկը այս վիճակի մեջ մնա։ Աստված գուզե, որ ամենը ապաշխարանքի կան։ Երբ հավատացյալ բառը գործածենք, հավատացյալ կնշանակի մեկը, որ վերստին ծնունդ ունի, մեկը, որ Աստծո ներկայության զարավը ունի, մեկը, որ ամեն օր սնունդ կառնի Աստվածաշունչեն, մեկը, որ լման իր կյանքը հանձնած է Տեր Հիսուս Քրիստոսի 100%-ով, մեկը, որ շարունակ աղոթքով Աստծո հետ հարաբերության մեջ է, մեկը, որ կհնազանդի Աստծո Հիսուսի պատվերներուն, անշուշտ վերստին ծնունդ ունի, այս է հավատացյալը։ Հավատացյալ ըլլալը կյանք է։ Հավատացյալ ըլլալով մեկը իր գրոնքը չի փոխեր, մեկը իր ինքնությունը չփոխեր, մեկը իր քույնը չփոխեր, հաբա սիրտը կփոխվի, սիրտը, կարևոր չէ, քույն, հարամբանություն, ասկություն, կարևոր չէ, քանի որ ամեն մարդ Աստծո պատկերով ստեղծված է, Աստված գուզե մարդուն սիրտը փոխել։ Ինչու գսեմ այս խոսքերը, քանի որ հաճախ լսած եմ, ես գրոնքս չեմ փոխել։ Հիսուս գրոնք փոխելու չեկավ, Հիսուս կյանք տալու եկավ։ Հիսուս քեզ մահեն բրգելու համար եկած է։ Ես հայ եմ, հայությունս չեմ թավաճանել։ Եղբայր քույր, քեզ ով է թավաճանել։ Հիսուս սիրտդ գուզե փոխել։ Քու մեղավոր վիճակետ քեզի գուզե ցերպազադել, որ դու կյանք եւ ալավելի կյանք ունենաս։ Հիսուս գրոնք տալու չեկավ։ Գրոնքը մարդկային է, սատանային կորձիկն է գրոնքը։ Գրոնքներ։ Ամեն գրոնքի մեջ հավատացյալ գսեն։ Նույնիսկ մահմեդականները, այյուհալ մու'մինին։ Անոնք ամենը հավատացյալ են։
Եղբայրներ քույրեր, հավատացյալը Հիսուս Քրիստոսի հետևողն է։ Անոր ջամփաներու մեջ քալողն է։ Փրկությունը, ապաշխարությունը եկեղեցի երթալքալ չի։ Անիգա հետո խոսին իր դեղը ունի, թուն գրնաս բոլոր կյանքը եկեղեցի երթալքալ, երականության մեջ գրնաս անգողինդ եկեղեցի մեջն էլ բարգիլ եւ գրնաս չապաշխարել, դրանց նորեն դժոխ երթալ։ Եկեղեցին քարը այս քարաշեն շանկեմը ներս մտնելը քեզի չի փրկիր։ Փրկությունը անհատական է։ Մեղավորը լալդ պիտի ընդունես Խոստովանես Հիսուս Քրիստոսի։ Այս մտածելակերպերը գաղութեն, որ շատերու մտքեն սրբվի եւ վերցվի, որ մենք մեղավոր ենք եւ Հիսուսի պետք ունենք։ 4 դասակարգեր կան, որոնք փրկության վստահությունը կասկածելի է թերևս իրենց։ Առաջին խմբակը փրկված չեն, ապաշխարած չեն եւ գիտեն, որ փրկված չեն, ապաշխարած չեն։ Ասի առաջին դասակարգն է։ Փրկված չեն, գիտեն, որ փրկված չեն։ Երկրորդ դասակարգը փրկված են, ապաշխարած են եւ գիտեն, որ փրկված եւ ապաշխարած են։ Երրորդ դասակարգն ագա փրկված են, բայց չեն գիտեր, որ փրկված են։ Քանի որ սուրբիկեն այդ վստահությունը չեն ստացած։ Չորրորդ դասակարգն ալ փրկված չեն, ապաշխարած չեն, բայց կհավատան, որ փրկված են։ Ասի ամենից հավատին է։ Իրենք կխորին։ Իրենց մտքով այդպես համոզված են, բայց Աստված իրենց վրա գնիկը չէ դրած, որ դու ապաշխարած ես կամ փրկված ես։ Հաջորդ գերս այս է եղբայրներ քույրեր։ Սուրկիկի մեջ ինշաալլահ չգա, ինշալլահ, ասպարը չգա սուրկիկի մեջ, որ հուսանք, որ Աստված գնդունի, հուսանք, որ բավարար իրեն հաջեցուցինք և ինձի երգինք գնդունի, հուսանք, ընդհագարակը սուրկիրքը վստահության մասին գխոսի, որ եթե մեկը սրդանց հոգիով Հիսուսը ընդունի իր սրդի մեջ գփրկվի եւ հավիտենական կյանք ունենա։ Ոչ մեկը կասկած պետք է ունենա, որ ինքը փրկված է, եթե իրական փրկված է։ Անոնք, որ զինք ընդունեցին, ինքը անոնք իշխանություն տվավ Աստծո որդիներ ըլլալու։ Ան, որ որդին ընդունած է կյանք ունի, Վասնզի Աստված այնպես սիրեց աշխարհը մինչև իր միածին որդին տվավ, որպեսզի ամեն ով որ անոր հավատա չգործվի, հավիտենական կյանք ունենա։ Սուրբ Գիրքը ոչ մեկը խավարի մեջ խարխափել չդար։ Հիսուս մեկումը մութի մեջ չցկեր, որ դու մութի մեջ բادرը բռնած կալես։ Թուն հավիտենական կյանք ունես հիմա, ունեցար։ Այդ վստահությունով պիտի ապրենք։ Եվ ասիկա գսեմ, քանի որ ահավոր ուսուցմունք մը գա մեր հայացքի մեջ, որ մեկը չի գիտեր, եթե փրկված է կամ ոչ, մեկը չի գիտեր եղեր։ Նորեն Սուրբ Գիրքեն դուրս է այս խորհուրդները։ Ասում սատանայիգա խորհուրդները, որ մեկը չի գիտեր։ Հետո հայտնի բիդալլա։ Եղբայր քույր սխալ է։ Երբ դու ապաշխարես Հիսուսը ընդունես հավիտենական կյանք ունենաս։ Վերջացավ։ Ոչ թե աբակային անորոշություն մնե։ Այսպես ամբերուն մեջ բիդի բդդիս այդպեսի բան չկա։ Ցեզի կարևոր համար մը գարտամ։ Առաջին Հովաննու, որ Պերանացի քիչ մը ըսի, բայց նայեցեք առաջին Հովաննու հայտնութենեն առաջ է, եթե ամբողջ Սուրբ Գիրք ունի, Եդեմները գտնվի 5-րդ գլխի մեջ այսպես կսե եւ վկայությունը այս է, որ Աստված մեզի հավիտենական կյանք դվավ ոչ թե հայտնի չէ
ոչ թե չենք գիտեր, ինշալլահ, ինձի արժանի գնե երկինքի, այս խոսքերը Աստծո չվայներ, երբ որ խոսքս է հավիդենական կյանք դվավ, ու այս կյանքը անոր որդվույն մեջ է, Հիսուսի մեջ է այս կյանքը, շարունակե գսե, ուրեմն, ան որ Հիսուսը ընդունած է կյանք ունի, եւ ան որ Աստծո որդին ընդունած չէ, կյանք չունի, սև ջերմակ, անորոշություն չկա Սուրբ Գրքի մեջը, մի հավատաք այս սուտ վարդապետություններու, սուտ ուսուցմունքներու, որոնք ժողովուրդը անորոշության մեջ, կասկածի մեջ կսկեն, դու կրնաս վստահ լալ, որ հավիդենական կյանք ունիս, եւ այս կլա խոնարելով, խոստովանելով, ըսելով, որ Տեր Հիսուս, ես մեղավոր եմ, 100%, ոչ թե 99.9, 100% ես մեղավոր եմ, ու կամ քեզի քոխոթային վրա տապած սուրբ արենովը լվա իմ մեղքերս։ Եվ քեզի Հիսուս ժամատություն չդար, որ Կարշապատ եկուր նայեմ մեղքեր դրնամ ներել կամ ոչ։ Նույն վարգյանին մեղքերդ կներվի։ Հելենային ոչ նույն վարգյանին կներվի, նույն վարգյանի Սուրբ Հոգի կստանաս, եւ ծնունդ կստանաս, եւ ինչպես ծնունդը հոգևոր կյանքով կսկսի եւ կսկսես քալել հոգևոր կյանքի մեջ։ Եվ միշտ զուգահեռ մտածեցեք բզդիգիմը երեխայիմը ծնունդը եւ հոգևոր ծնունդը։ Հիսուս ինքը սա մարմինեն ծնածը մարմին է, հոգիեն ծնածը հոգի է։ Բզդիգը կծնի գատ կուզե, սնունդ կուզե։ Հավատաց մարդ մը կծնի, Աստծո խոսքով պետք է սնանի, նույն բանն է։ Անիկա պետք է աճի, հոգևորապես պետք է աճիս։ Չես կնարսել, ես 1940-ին ավաշխարեցի, բայց օտոտ պարքրել ես պարքինգի մեջ, անակ եծեր է։ Ավաշխարած եմ ես, բայց շարժում չեղա։ Ինչ ես էլ ավաշխարած եմ, բայց կյանքը դուր է, ավաշխարած եմ, դարիներ առաջ եղավ, բայց աճում ուր է, սնունդ ուր է։ Բզդիգը մեծավ, հավասարակշռված է, գշիրքը նորմալ է, հոգևոր կյանքիդ գշիրքը նորմալ է, հարաշտիմության մեջ ես, երդեվել պարկ Աստծո, ավաշխարեցինք, օքեյ, օտոն մար է, պարգիր, ավաշխարել է։ Ավաշխարությունը կյանք է, աճում է, հարաճանալ է, մեծնալ է, աճիլ է, եւ ոչ թե ավաշխարեցինք, մնաք բարով Հիսուս, գտեսնվին որմը, այդպես չէ։ Հաջորդը, որ գուզեմ անցնիլ, անալսեմ, որ այս շողովենի հետ բոլոր երեք մարդիկը ինձ հետ դուրս պիտի կան, խումբով ձեզի հարցումներ պիտի հարցնեմ։ Դերմը չպախիկ, օքեյ։ Իմ դիգինս ալ, ներողություն դիգինս չի ներգայացի, իմ դիգինս ալ քույրերը պիտի հավաքի այս սրային մեջ։ Հոգ չէ, մենք դուրս կելենք, ադիգա, մենք կչարչարվենք դուրս կելենք, հոգ չէ, դուք քույրերոս մնացեք։ Եվ ինքնացեզի հարցումներ պիտի հարցնի, եւ դուք իրեն հարցումներ պիտի հարցնեք։ Այնպես որ եւ հարցումներ այս նյութին շուրջ պիտի ալլա։ Ուրիշ բաներ պիտի չխոսենք։ Հիմա քալով աճումին ինչպես որ ասի աճումը կամ բերստին ծնունդը երբ որ մեկը ասե ես ծնա ես ապաշխարեցի իր նշանները ունի երեխան ծնավ եւ նշաններ ունի բժիշկը չարթ ունի գշիրքը հասակը ամեն բանը չափվի եւ ծնողն ալ գուրախանա գիտես կես կիլո ավելցավ եւ շատ երկար բիդելա դոկտորը ասան սանտիմ է օ ծնողքին ինչ ուրախություն գտա դիգա
Հոգևոր կյանքի մեջ ինչ ունենք։ Միջև է շորիկով իդե մնա։ Անհասկանալի է ասիգա։ Ծնունդը հարաշտի մագան գլա, աջում գլա ծնունդի մեջ։ Քննեք ու կյանքդ, որ այն օրը, որ դու խորեցալ, որ ապաշխարեցիր, այսօր ուր ես։ Ուր ես այսօր։ Քանի որ դակավին երկար ճամփա Զարայության ճամփա վգայելու ճամփա Աստծո համար ապրելու, կործելու ճամփա Ուրեմն նշաններ ունի վերստին ծնունդը Եվ ինչպես քիչ առաջ ասի նշանները այն է որ ապաշխարողը վերստին ծնանողը ինչպես երեխան գաթի գցանգա երբ երեխան անոթի է ոչ արդվա մեկը է ոչ արդվա երկու է ոչ դնեցիները չարտնցն են բոկը չէ գբորա մինչև որ գաթը կա հոգը չէ քանի որ անոթի է բայց քիչ մեծ հարցման նշան է երբ մեկը ասե որ ես ապաշխարած եմ եւ անոթություն չունի ոչ սուրբիկի անոթություն ունի ոչ աղոթքի անոթություն ունի ոչ հավատացյալներու հետ շփվելու անոթություն ունի ամը չի գա նայեցեք ես շողոքորթություն չեմ ուներ ոչ ալ գսիրեմ ոչ ալ ըրած եմ Փաստան է, որ այս անձը վերստին ծնունդ չունի։ Անհանգալի մի քար։ Բայց հույսով լեցվիր, դու նորեն գրնաս իրական աղոթել եւ ծնիլ։ Անգարելի է, որ մեկը ծնունդ ունենա եւ Աստծո խոսքին անտե փափակ չունենա։ Այսինքն անհասկանալի է։ Լավ ինչպես պիտի աճես։ Ինչպես ծնունդ պիտի առնես։ Գմերնիս։ Հոգեվոր ավես գմերնիս։ Պետք է շնչես, կամ աղոտքի պապակ, կամ եղբայր քույրերու հետ լալ, հաղորդակցին իրարու հետ, պապակ չի գա։ Եվ երբ որ ասես, եգուր երտանք աղձոդունը, երկենք, զասված պարապանենք, օրտնենք իր սուրբ անունը, գիտես այսօր շատ հոգնած եմ, սիրտ չունեմ այսօր, Լավ, այս կիրագի հոգնած ես սիրտ չունիս, լավ, հաջորդ կիրագի ուկա, եգուր երտանք, բուրախանայի երբ ինձի գսեին դերոչը դունը երտանք կսե, չէ սաղնոսը, նորեն սիրտ չունիմ, հոգնած եմ, ասիգա լավ նշան չէ, ասիգա հիվանդության նշաններ են, ըսկուշացեք, նորեն գսեմ, ըսկուշացեք, անոր առակյալը գսե, Քննեցեք ծեր անձերը արդյոք հավատքի մեջ եք, քննեցեք ծեր անձերը, բժիշկին կացեք, թող քննե, թե արդյոք հավատքի մեջ ես դու, եթե ոչ, ուրեմն ծնող հավատացյալը մեղքը գադե, երթալեն մեղքեն գզզվի, գբշկա, առաջ մեղքը գսիրեր, բայց հիմա Սուրբ Հոգին եկած է եւ բادرազմ կա, Հոգին գբայքարի մարմիթեմ բادرազմ կա, քանի որ հիմա Սուրբ Հոգին մեջն է եւ չի գնար մեղքի հանդուրժել։ Ճշմարիտ ծնող հավատացյալը բادرազմի մեջ կլա։ Բայկար ունենա մեղքի հանդեպ։ Առաջ բայկար չուներ, քանի որ սատանային զավակն էր։ Սատանային քերին էր, մեղքը հանքի իսկ կործեր, բայց հիմա որ Սուրբ Հոգին եկավ իր մեջը, Սուրբ Հոգին գսե, չես կնալա դիգանեն, բայկար գա։ Քաղաքացիս 5:16 բայկար գա։ Հոգին մարմին հագարակ, մարմինը հոգին հագարակ։ Ասան նշան է, որ մեկը վերստին ծնած է։ Փորձությունը մեղ չէ, բادرազմինը մեղ չէ, բայց դեղիդալը մեղք է։ Գտեսնեք,
Եվ այսպես կրնանք շարունակել։ Ետքը գսե ով որ Սուրբ Հոգիեն ծնած է, ուրիշ Սուրբ Հոգիեն ծնածը գսիրե։ Երբ մի քանի նույն Սուրբ Հոգիեն ծնած են, բնականաբար իրար մի դիսիրեն, քանի որ նույն ընտանիքին կպատկանի, նույն ազատ զավակներ են։ Ասալ ուրիշ նշան մնե։ Եվ ցեզի մի քանի համարներ պիտի գարտամ, քիչ առաջ խոսեցա դոբրակներու մասին, թե մենք մեր հետը դոբրակներ կբերենք եւ ասենք ամեն անհադի վիճակն է, բացառություն չի գա, ոչ մեկը որ գաբաշխարե 24 ժամյետ կը սուրբ կյանք կաբրի առանց մեղքի եւ գադարյան այդպես մեկը ոչ եկեր աշխարհ ոչ ալ բիլիկա նայեցեք եթե ցես սուրբ կերքերը փանակ երկրորդ Կորինթացիս առաջին գլխում առաջին համարներում մեջ բոսարակյալ Կորինթացիներուն գսե որ դուք հիմա սրբվեցաք Հիսուսի արյունովը դուք սուրբեր եք ասի իրականություն է դուք սուրբեր եք եւ այդպես կլա երբ մեկը գաբաշխարի անիգա նոր ստեղծագործություն է Աստված Հիսուսի միջոցով քեզի սուրբ մաքուր կդեսնե բայց երկրի վրա Սուրբ Հոգին մեր մեջ աշխատի որովհետեւ օրեր սրբացնե եւ Քրիստոսի պատկերին նմանցնե Այդ դոբրագի մեջը օրինակի համար մեզի հետ հբարդություն կփերենք մեկ երբ որ աբաշխարը հաջորդ օրը հբարդությունը չէր թարմեջեն բայց հիմա ուժ ունի Սուրբ Հոգին իր օգնականն է որ ինքը հբարդությունը բադոանեն դուրսն է եւ խոնարհություն հագնի ասի Սուրբ Հոգին կորձն է երբ որ մեկը Սուրբ Հոգին չունի բամը չի գնարնի կնշանակե զնազալ չի դեսնեք մեղքեր կբերենք մենք մեզի հետ հիմա նայեցեք ինչ կսես երկրորդ Կորինթացիս սուրբերուն կգրեասի գսե ուստի սիրելիներ գսե որովհետեւ մենք այս խոսմունքները ունենք ինչի խոսմունք քաչալերության սրբության Սուրբ Հոգի ներկայության մեր անձերը մարմնի ու հոգիի ամեն գեր բղձութենը մաքրենք եւ սրբությունը գադարելակորձենք Աստծո վախովը առաջին գլխում մեջ սուրբեր էին Եփայց հոս սկսե որ բրոնտացիներ երկար ջամփանունի կդրելի սրբությունը գսե գադարելակորձեցեք հարաշտիմեցեք եւ մեկ սեր մեղքերը բռնեցեք դուրս անեցեք Սուրբ Հոգին օգնությամբ առաջ չէիր գտնար քանի որ ուժ ունեիր բայց հիմա Սուրբ Հոգին մեջը դե ուժ դու քեզի որովհետեւ դու մեկ այս բոլորը մաքրես բռնես դուրս նետես եւ ամբողջ կյանքը գրնադեվել երթալեն բաքսեցնելու փարգություն կբերենք մենք Լիպանից փարգություն չեմ դեսգա լիպանից փարգություն ամեն մարդ առած փարգություն ունի ես ունեի բայց մինչ գաջիս սնունդը գարնես Սուրբ Հոգին կորձե այդ փարգության ըսկացումը երթալեն ինչ կլա գդգարանա գբաքսի Ուրեմն ասիգա աջում գսենք մենք ասուր Գամ ներվիլ կեննալ ասանք պամ մգա չեմ կիդեր եթե նորություն է ասի ներվեր է միշտ կենցեր է կեննալ ներվիլ լավ քանի դարվա ավադացյալ ես օհո 15 տարվա լավ բայց կեննալ ներվիլ ինչ ասել է Սուրբ Հոգին ինչ է քո մեջ է Սուրբ Հոգին չաշխատիր քո մեջ է Որթուն այս կանսերը վերցրես քո կյանքդ մենք մանգաբարդես երեխա ենք որ անի բարև չի դվավ ներվիլ մի սիրում
Անեգա սուրճը շատ դա քրամցից շորտում կս այրեցի ներբեցա իրմե։ Ինչ բարավ անիմաստ բաներով համար, ասիկի դեք ինչ նշան է, որ մեկը աջած չէ, դագաբին երեխա է, անորոման առակյալը գսե, ես չեմ գնար ցեզի հաստատուն գերագուր դալ, ըստեյք չեմ գնար գերցնել, դուք դագաբին բիբերանով գատ պետք է խմեք։ Ասիկա լուրջ հարց է եղեցիներու մեջ։ Ամեն դեր, ինչը սև է, ուրեմն Սուրբ Հոգին սրբությունը գդարելա կորձե, ասիկա գմակրե, մյուսը կանե դոբրակներով գուկանք, հիմա ատ դոբրակի մեջ ինչեր գա, միուսը հադիկ, իզը բոլորը բատմեն, կանե որ հոս կրված է, գուզեք ցեզի գարտամ, նայեցեք։ Գողոս ասիս երրորդ գլխում մեջը, նայեցեք, ինչ դոբրակներու մեջ ինչ կա գխոսի, Գողոս ասիս, Կաղադացիս, Եփեսացիս, Փիլիպեցիս Գողոսացիս, նայեցեք, գսե որ եւ ասի եկեղեցիի գկրե, հավատացյալներ որ փրկված են, գսե որոնց համար 3-6 Աստծո փարգությունը ու անհնազանդության որդիներու վրա գուկա, որոնց մեջ ադեմը թուկ ալ գկալեք, ադեմը անցյալ փրկվել է առաջ, ապաշխարել է առաջ, թուկ ասվիճակի մեջն էի, ադեմը գկալեիք, անոնց մեջ կաբրեիք, բայց հիմա մեկտի ցկեցեք, ադիեմ անցյալը բիցկեք, մեկտի բիցկեք, դոբրակը բիդպանակ, ասիգա աղբանոց, ասիգա աղբանոց, ասիգա աղբանոց, աղբանոց, հոգևոր կյանքը մակրակորզության կյանք է չվերջանար։ Ինչը պիտի մակրենք, փարգությունը, սրտմտությունը, նեղված են։ Լավ, Հիսուս պամբարավ կեզի ոչ, Սուրբ Հոգին կեզի ոչ, ինչ է դերն ինչ է, սրտմտություն, հոս ավելի ծանր է, հայհոյություն, ես չագերդյալ, ես հավատացյալ եմ, ես ապաշխարած եմ, մարդոց բերնեն ես հայություններ լսած եմ, ապաշխարած մգրդված, քանի որ դոբրակներում մեջ դագավի մակրվելիք բաներ կա իրենց կյանքերում մեջ, անհամես խոսքեր ձեր պերաններն, շրթունքի կործածություն, լեզու, և ամենը դժվար կործը Սուրբ Հոգին լեզուին վրա աշխատիլ է, քանի որ գսե Հակոբոս աս լեզուն գամը չգամը, մեկը չգրնար նվաճել, ահավոր է աս լեզուն, մեզ է համար չէ, մենք ոքեյ ենք, նույթ մեն ենք, ատպես է, լեզու, խածնեն, վիրավորեն, անհամես խոսքեր, ինչպես օրինակ կուդա դրագ ինչպես կպրնգի, նավը որ բզիկ ռեգոմը գարավարվի, բայց հսկա նամը գարավար է, իրարու սուդ մի զրուցեք, ասիգա սև սուդն է, ջերմակ սուդն համար ոքեյ է գսե, իրարու սուդ մի զրուցեք, հին մարդը ծեր վրայեն հանեցեք, հին մարդը ժակեդի օրինակը, հանե ժակեդը, ադի հին մարդն է, նեդ է, աղբանոս նեդ է, և նորը հակիր, կործողությունները երբ ապաշխարես վերսին ունենաս, այս կործողություններու մեջ պիտի մտնես և Սուրբ Հոգին քեզի պիտի օգնե, որ դարիներու ընթացքին այս բոլորը գադարես տուն, հնազանդելով, խոնարելով, գիտեք, որ հավատացյալները քաչ են, ով է քաչը, ան որ ջիմ երտա երգատ կվերցնե, ան է քաչը,
Ան որ գբորա գան չի, ան է քաչը։ Ով է քաչը։ Գիտեք ով է քաչը։ Քաչը ան է որ գրնա ասել ները ինձի սխալը ես էի։ Ասի քաչություն ուզե։ Ներեցեք ինձի, որ ես հոգևոր գործին արգելքեմ, ասի քաչություն ուզե, խոնարհություն ուզե։ Ները ինձի, որ այն օրը քեզի անհամես խոսքեր խոսեցա, քաչություն ուզե ասիգա։ Այս է քաչը, հոգիով հզոր, ազու արջև գխոնարի և Աստված ազինք ինչ գնե, գպարծացնե։ Գպարսացնե եւ հոգիով զորավոր հավատացյալ գլա։ Ուրեմն հոգևոր կյանքի մեջ հանել եւ հագնել գա։ Չեմ խորիր որ փասարություններ գրնան ալալ երբ մեկը 10 տարի է պամը գահակնի ժամանակ ու կա որ գնեդես նորը գկնես գահակնես Անշուշ շատեր մեկ հակուստը նույն հաճոտակամ չեն ակներ, ադի ուրիշ բակմություն է։ Չէ, ես մեկ անգամ հակա, հաճորդին ամոտ է ժողովուրդը բիցե, որ ասիգա անցյալին հակավ, այմա ասիգա չի գնար ակնել։ Հոգևոր կյանքի մեջ ամեն օր հանել հակնել գա։ Հինն է դե նորը հակիր։ Նորը հակիր։ Եվ նորի մեջը Եսե 15 համար 3:12 ուստի Աստծո ընտրյալ սուրբերու եւ սիրելիներու բես ծեր վրա հակեք հիմա ասանք խանութ չի գա որ ասանք հակուսներ զախեն ինչ հակուսներ քութը ասանք հակուստ կա չի ասի հոգեվոր հակուստ քութը հակիր ողորմությունը քաղցրությունը Ասի լիպանոնի համար չէ, քաղցրություն, ասի բادرազմի երգիր է, ֆաուդա է, քաղցրություն չի կալել աստեղ, չէ, քաղցրությունը, խոնարհությունը, ասալ դժվար է չենք կրնալ, ասյալ անցնենք, հեզություն անգարելի է, երկայնմտություն անգարելի է, իմ ֆյուզս կնեդե ամեն վարգյանն Ես քեզի չեմ գնար հանտուժել ֆյուզս կնեդե։ Իրարու անհամբեր եղեք, իրարու համբերելով, իրարու ասիկա ներելով է, չներելով է հստակ չեմ դեսներ գոր, իրարու ներելով, եթե մեկը մեկուն դեմ դրդունչ ունենա, ինչպես Քրիստոս ցեզի ներեց օրելա։ Ասոնք բոլորը դոբրագով մեզի հետ կուկա։ Կուկա, քանի որ աթամական մեղքի փնությունը մեզի հետ կուկա։ Եվ նոր աթամը Հիսուս Քրիստոս իր Սուրբ Հոգիով ուզե աս բոլորի գլուխը չախչախել եւ մեզի այսպես գոփել, դաշել, փայլեցնել եւ երբ հավատացյալը հանելու, հագնելու գործողության մեջ հավատարիմ է Երեսը կփայլի այս հավատացյալին, աչքերը կլուսավորվի և անուշ հոտ կուպուր է իր չորստին, ամեն մարդ բիդու ուզե հետը ըլլալ, ոչ թե հերանալ, ոչ թե ըսկուշանալ, ասիկա հոն է, չէ ուղությունս փոխեմ, եղբայրներ քույրեր, հոգևոր կյանքը խոսք չէ, Հոգևոր կյանքը ասնեմ, աննեմ, վազեմ չէ, հոգևոր կյանքը կյանք ապրիլ է։ Հոգևոր կյանք կսենք, բայց մարմնավոր կյանք ապրենք, չլար։ Հոգևոր կյանք ասել է, հոգևորապես պիտի ապրեմ։ Չեմ գնամ մարմնավորապես ապրեմ։ Քանի որ վերջո Աստծո հաշիվի դանք բոլորս ալ։ Գսե առաքյալը Քրիստոսի ադյանին արչե պիտի գայնի եւ ամեն մեկս իր անձին համար հաշիվի դա։ Եվ ասված օրտնյալ իր խոսքը դված է, սուրբ գիրքը դված է, սուրբ հոգին դված է, մեզի իրարու դված է,
ամեն օրտնություններ ունին, երկինքեն օրտնություններ, Աստված ամեն կարելիությունները գուտա, որ մենք մեր կյանքը սրբակորձենք իր փառքին համար։ Եվ երբ Տեր Հիսուսի ուզած դեղը կանք, մարդիկ գհրավուրենք Հիսուսի։ Մարդիկ պիտի կան եւ պիտի ասեն ես եկած եմ քու ունեցած հույսիդ պատճառը հարցնելու։ Թուն ինչու խաղաղ ես, թուն ինչու ուրախ ես, թուն ինչու համար չես փամփասեր, թուն ինչու համար դարբեր ես տուն։ Ինձ փասադրե քախնիկը։ Այս է հոգևոր կյանքը։ Այս է հոգևոր կյանքը։ Ուրեմն դերոջ շնորհքով գշարունակենք։ Եթե սիրեցիք, գեցեք։ Եթե ասիկ որ ասիգա շատ զորավոր գոսի գորկիրո եղբայր դում բիդի երթան օքեյ անալ գնտունինգ բայց աղոթենք հիմա բոլորս մեր գլուխները խոնարհեցնենք Գիտեք ամեն մեկս առանցին Աստծո հաշիվի դան թուն կովինի հաշիվի չի դա ստրացի հաշիվ ոչ ալ եկեղեցին ասին թուն քու անցի համար հաշիվի դաս եւ արդոնե որ Սուրբ Օքին ծծնե քեզի որ ինչ բաներ կա որ պետք է խոստովանես եւ ինչ բաներ պետք է դոբրագեն հանես աղբանոս ներես եւ Սուրբ Օքին ատ ուժը գուտա քեզի դվերը Հոժարությունը կարևոր է, խոնարհությունը, հեզությունը, մանավանդ քաչությունը։ Քաչություն ուզի այս բոլորը անելը։ Իսկ անոնք որ երբեք ապաշխարած չեն, ոչ ալ լուր ունեն ապաշխարություն են, կամ իրենց մտքին մեջ հավատացյալ են, բայց լավ չեն հասկացած։ Ամենայն սիրով խոսին իրարու հետ Եթե ավելի բացատրություն պետք է դամ, լուսաբանեմ, որ թուն Հիսուսը ընդունիս քո սրտիդ մեջը ծնունդ ունենաս եւ հոգեվոր կյանքը սկսես։ Եվ ասիգա քեզի համար է որ թուն դժոխքեն ազալիս։ Դեր Հիսուս գաղութեմ հիմա որ սրդեր ասակնության մեջ են Սուրբ Օքի Աստված ցուն ամեն մեկուն սրդին համեմատ խոսիս պետքին համեմատ մեր պետքերը թուն գիտես եւ մեր պետքերը նույնանման չեն ամեն մեկուս պետք կդարբերը Դավոթենք Սուրբ Օքի մեր հույսը թունես արտության հույսը թունես եւ այսօր հեզության եւ խոնարհության օքին դիրե մեր մեջ Եդիս կնա սատանա գսենք, ամեն ժխտակա խորհուրդներում։ Թուն պացարիք ձրակիրներ ունիս ամեն մեկուս համար, գյանքի նպատակ ունիս, մեզ գուզես օրդնել, կործածել, հաջողություն դա։ Այս հրավերին դեր մեր ագանչները պացլան, որպես ընդունենք օրհնությունները եւ քալենք ու ջամփուտ մեջ Հիսուսի անունով գաղութեմ ամեն